Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Հարաճիգա գիրագի օրը պիտի դոնախմբենք դաղավար երրորդ դոնը Հիսուսի բայձարագերբությունը։ Հիսուս սիրելներ իր երեք աշակերտներուն թիմած բայձարագերբվեցավ եւ իր աստվածային փառքով ներկայացավ։ Այս տոնը նաև մեր եկեղեցվո մեջ ծանոթ է Վարդավառ անունով։ Մեր եկեղեցվո սուրբ հայրաբետները դնորինած են, որ դաղավար դոներեն մեկ շաբաթ առաջ, ինչպես նաև մեծ դոներեն առաջ, ժողովուրդը հոգևորապես պատրաստվի բահեցողությամբ, աղոթքով, որբեսի կարողանա արժանավոր գերբով դաղավար դոները եւ մեծ դոները դոնախմբել։ Որովհետեւ ինչ կարժե սիրելիներ բարձաբես դոնել առանց հոգին պատրաստելու։ Ինչ կարժե մարմինը աճի, բայց հոգին դգարանա։ Ահա բայցողության օրերը սիրելիներ անհրաժեշտ ու կարևոր օրեր են բոլորին համար անխդիր։ Մեծին թե փոքրին, երիտասարդին թե դարեցին։ Այսօրվն է կսկսի Վարդավառի բակի օրերը։ Բայցողությունը սիրելներ հոգևոր հզոր զենք է մեզի համար ընդեմ չար սատանային փորձություններուն։ Եվ սակայն իմացեք, սատանան չի վախնար, երբ որ մեր ստամոքսը դատարկ է, այլ սատանան կվախնա, երբ որ մեր հոգին Աստուծո հետ գաբի մեջ է եւ մեր հոգին կզորանա։ Ահա այդ ժամանակ է, որ սատանան կսկսի սարսափիլ մեզ մե։ Եվ բայցողության օրերը սիրելիներ հոգին զորացնելու օրեր են ինչպես ասի։ Եվ անիգա շատ կարևոր է։ Երեք բաներ սիրելիներ, երեք բաները պետք է զգուշանանք այս ընդհանրապես տարվա ընթացքին բայցողության բոլոր օրերուն։ Առաջին պետք է զգուշանալ, որ իցույց մարդկան չնենք մեր բայցողությունը։ Չլա որ հանգարց բայցողություն ունենք դրդում երես եւ մարդիկ երբ հարցնեն մեզ ինչու համար դխուր ես, ինչու համար դրդում ես եւ թուն գեղձավորապես ես որ բակ բռնած է մանոր համար։ Իսլամները շատ կնեն այդպես։ Ամբողջ օրը չեն ուդեր, քիշը երեգոյան գսկսին ուդել մինչև արդվանթեմ, օրվա մեջը հանգարց հոգնած կերևին եւ գսեմ որ մեր ռամադանի ժամանակն է։ Սիրելիներ, քրիստոնյան այդպես չէ։ Քրիստոնյան պետք է գիտնա որ բայցողությունը Աստուծո եւ իր միջև է։ Երբ որ բայցողություն կկատարե ճշմարիտ խոնարհումով, այդ ժամանակ Աստված կտեսնե եւ կհադուցանե։ Այս մասին Տեր Հիսուս Քրիստոս ինք Մատթեոսի ավետարանի մեջ խոսեցավ եւ ասավ. «Կգարտամ ցեզի 6-րդ գլխու 16-ին 18 համարները։ Երբ ձոմ կբահեք, դրդումերես մի լակ գեղձավորներու նման, որոնք իրենց երեսը կգախեն, որբեսի մարդոց ցույց տան թե ձոմ կբահեն։ Վստահ եղեք, միայն ադիգայի անոնց վարձատրությունը։ Ընդհակառակը, երբ դու ձոմ կբահես, օձե գլուխդ եւ լվա երեսդ, որբեսի մարդիկ չտեսնեն թե ձոմ կբահես, այլ միայն հայրը, որ անդեսանելի է, եւ հայրդ, որ կտեսնե կատարածդ, քեզ պիտի վարձատրե հայտնապես»։ Ահա սիրելիներ կտեսնեք, թե որքան լրջություն պետք է տնել ձոմաբավության մեջ եւ անիգա Աստուծո եւ քու միջևը լա, որբեսի քու հոգիդ փոխվի եւ ոչ թե իցույց մարդկան։ Երկրորդ պետք չէ այնպես լա սիրելիներ, որ ըստամոքսը դադար գլա, բայց մարմինդ աճեցնես մեղքերով։ Ինչպես ասի, սատանային հոգը չէ, որ ստամոքսը դադար է։ Սատանան կսարսափի, երբ հոգիդ կզորանա։ Բայց երբ մարմինդ գաճեցնես մեղքերով, այսինքն փամփասելով, զրբարդելով, խմելով, շադախոսելով, զանազան տեսակի մարմնավոր մեղքերով, այդ ժամանակ սիրելիներ չուդելը ինչ արժեք ունի։ Այդ ժամանակ գարկ մուդեստեղենները, մսեղենեն, գատներենեն հերու մնալը ինչ արժեք ունի։ Ոչ մեկ արժեք չունի։ Ընդհակառակը, անիգա քեզի նույնիսկ
թադաբարդություն գլա։ Իսկ եթե բարձրապես այդ բաներեն ու դեստեղներեն հերուբիտ մնաս, սակայն պիտի շարունակես նույն մեղքերը կործել, այդ ժամանակ կնշանակե որ դու դայեթի վրա ես։ Բարձրապես սննդականոնի է որ գետվիս եւ ոչ թե ճշմարիտ բայեցողության։ Ճշմարիտ բայեցողության ժամանակ սիրելներ չարերը գվախնան մեզ մե։ Իսկ եթե բարձրապես մարմնավոր ծևով ուդելիքի հերուբիտ մնանք, այդ ժամանակ բացարձակ կերպով սատանան չի սարսափիր մեզ մե։ Բայեցողության ժամանակ հետևաբար փոխանակ մարմինը զորացնելու, գշտացնելու պետք է մեր հոգին աջեցնենք, սնենք, սնուցանենք, աջեցնենք եւ զորացնենք աղոթք կնելով։ Այո սիրելներ, պետք է հadouk աղոթքի ժամանակ ունենանք։ Աղոթքի ժամանակ բակի օրերուն, հատկապես անշուշտ ամեն օր, բայց մանավանդ բակի օրերուն։ Ոչ թե մտահոգվին դանդիգիները ինչ ճաշ պիեպեն այսօր բակի օր է, այլ հավաքվին ընտանիքով եւ աղոթք կնեն։ Աղոթքը սիրելներ ներքին անձի մեջ մտնել եւ տեսնել որ ինչ մեղքեր կան եւ ադոնց մե հրաժարիլ է։ Եթե բայցրագերբության դոնը սիրելներ պիտի թիմավորենք նույն մեղքերով, նույն անձով, ապա պիտի չբայցրագերբվենք։ Այլ պետք է սիրելներ բայցողության այս օրերը օգտագործենք, որբեսի թոթափենք մեզ մեղքերը աղոթքով եւ մաքրվենք, որբեսի ճշմարիտ կերպով թիմավորենք բայցրագերբության դոնը։ Հիսուս աղոթքի մասին դարձյալ գսե Մատթեոս ավետարանի 6-րդ գլխուն պիտի գարտամ ցեզի 5-ն 6 համարները։ Նմանապես երբ գաղոթես գեղձավորներու մի նմանիր, որոնք կսիրեն ժողովարաններու մեջ եւ հրաբարակներու անգյուները գեցած աղոթել, որբեսի մարդիկ իրենց աղոթելը տեսնեն։ Վստահ եղեք, միայն ադիգայ անոնց վարչադրությունը։ Թուն երբ գաղոթես, մդիր սենյակդ, քոցե թուրը եւ ծածուկ կերպով աղոթեք ու երկնավոր հորդ եւ հայրդ, որ անդեսանելի է ու գտեստե գդարածդ, քեզ վիդի հատուցան է հայտնաբես։ Երրորդ սիրելիներ, երբ բայեցողություն գնենք, ապա թիդավորություն ունենանք, խնդրանք ունենանք, այսինքն խնդրենք Տիրոջմե, որ մեր թիմած օրտնության թռներ բանա, առանց թիդավորության բակ չբռնենք, այսինքն եթե թերություն ունենք սիրելիներ մարմնավոր մեղքեր կործելու, եթե մեկը թերություն ունի շնանալու, մեկը թերություն ունի բորընկրական ֆիլմեր դիտելու, եթե մեկը թերություն ունի արփենալու, մեկը թերություն ունի փարգանալու, մեկը թերություն ունելու ձխելու, մեկը թերություն ունի փամփասելու եւ այլն, խնդրել բայեցողության օրերուն, որ դերը այդ չար ոգին, այդ չար ներգայությունը մեր կյանքի մեջ են դուրս վրընդե եւ դերը մեր թիմած բանա օրտնյալ թռներ։ Այո, դերը սիրելներ պատրաստ է մեզ փուժելու եւ հավատացեք ծոմապահությամբ եւ աղոթքով բազմաթիվ չար ոգիներ մեզ մեկ հեռանան։ Եթե գարտակ օրինակ Մատթեոսի 17-րդ գլուխը, ուր գբատվի Տեր Հիսուս Քրիստոսի այլագերբության մասին, այնտեղ գտեսնենք, որ երբ այլագերբության լեռնեն վարգիչն են Հիսուս եւ իր աշակերտները, երեք աշակերտները, մյուս աշակերտներուն կով գուքան գտեսնեն, որ վեց վիճապանություն նեղություն եղած է, ինչու, որովհետեւ հայրը իր լուսնոտ, իր թիվահար զավակը փերաձեր աշակերտներուն, որբեսի փուժեին, եւ իրենք աշակերտները Հիսուսեն զորությունը ստացած էին, որ մարդոց մեջ են չար ոգիներ հանեն եւ հաջողած էին ատկի առաջ, բայց այդ չար ոգին չէին գրծած անել։ Եվ երբ Հիսուսի փերին եւ Հիսուս բժշկեց այդ փոքրիկ մանուկը, ապա աշակերտները հարցին դեր մենք ինչ չգրցանք բժշկել։ Հիսուս հետևյալը պատասխանեց Մատթեոս 17-րդ գլուխ 21-րդ համար։ Բայց այս տեսակ չար ոգին միայն աղոթքով եւ ձոմաբահությամբ կարելի է դուրս հանել։ Տեսեք սիրելներ, որքան հզոր զենք է ձոմաբահությունը, բայեցողությունը մեր ցերկի մեջ, որքան հզոր զենք է աղոթքը, եւ երբ այս երկու զենքերը իրարու կմիացնենք, աղոթք եւ ձոմաբահություն, այդ ժամանակ մեր ընտանիքներեն կհալածենք չար ոգիները, մեր մարմիններեն կհալածենք մեղքերը եւ կցերբազատենք։ Ահա այս է բակը,
Այսպիսի բակ պետք է կատարենք սիրելներ եւ ոչ թե բարձավես ուդելուն կամ չուդելով բակ պետք է կատարենք։ Պետք է խոնարհեցնենք մեր անձը, պետք է խոստովանենք մեր մեղքերը, պետք է մեր թերություններուն անդրադառնանք, ընդունենք, որ սխալ ունենք, փարգացող ենք, շնացող ենք, զրբարտող ենք, չարախոսող ենք եւ այլն եւ այդ բոլորին համար խոնարհենք եւ մեր գուրծքը ծեծելով ասենք դեր ներեիմ մեղքերս։ Հավատացեք եղբայրներ եւ քույրեր, այդ ժամանակ է որ չար ոգիները, չար սատանան պիտի սարսափին եւ պիտի լքեն ցեզ ու փախչին։ Հետևաբար եկեք բայցողության այս օրերը լուրջ առնենք եւ իսկապես բայցողություն կատարենք, բակ բահենք մեր լեզուն, մեր աչքերը, մեր սիրտը, մեր ցերկերը, մեր ոտքերը, մեր մտածումները, այլ խոսքով սիրելիներ, զգուշանանք ամեն տեսակի մեղքերը, որտեղ սատանային չեն կրնար վախցնել թադարգստամոքսով, բայց սատանան կրնանք վախցնել հզոր հոգիով, եւ որ մեր անձը կգաբենք Տիրոջ եւ ճշմարիտ կերպով կխոնարեցնենք մեր անձը ծոմապահությամբ ու աղոթքով մեր այս ամբողջ շաբաթը պատրաստելով։ Եվ այդ ժամանակ արժանի կդառնանք Քրիստոսի վայցարագերբության այս տոնը կատարելու եւ մնացյալ բոլոր տոները։ Հետևաբար եկեք բայցողությամբ բայցարագերբվինք, այլագերբվինք, որբեսի նաեւ Քրիստոսի երկրորդ գալուստին հավիտենական կյանքին արժանանք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։